Փոխգործակցությանն ու փոխկապակցվածությանը անդրադարձակ, դրա հետ կապված եւս մտահոգություն կա, կապված նրա հետ, որ շահեկան լինելուց զատ այդ փոխկապվածությունները կարող են նաեւ տնտեսական ու քաղաքական հավելյալ ճնշման գործիքներ տալ նոր ձևավորվող հարաբերություններում եւ դա կարող է անդրադառնալ Հայաստանի ինքնիշխանության վրա։ Ես կուզեի նաեւ այս հարցին անդրադառնանք՝ խաղաղություն եւ ինքնիշխանություն հարաբերությունները այս փուլում։ Ուրեմն իմ խորին համոզմամբ, ինչ որ հիմա կասեմ իմ հավատամքն է իսկապես, խաղաղությունը հիմա մի մասի համար սա կարող է տարօրինակ թվալ, մի մասի համար ճիշտ հակառակ այնքան բնական, որ զարմանան ինչ կա այստեղ որևէ առանձնակի գյուտ անելու։ Իմ խորին համոզմամբ խաղաղությունը ի թիվս բոլոր այլ դրական արդյունքների եւ հնարավորությունները, ինչպիսին են օրինակ, չգիտեմ, սովորական մարդկանց համար խաղաղ եւ անվտանգ ապրելը, իրանց երեխաների ապագան ծրագրելը, որևէ գործունեությամբ զբաղվելը, ամուսնանալը, հա, եւ անշարժ կամ շարժական գույք ձեռք բերելը, սովորական մարդիկ ինչպես կարող են իրենց կյանքը պլանավորել։ Երկրների համար տնտեսական շահը, որը կարող է բերել փոխկապակցվածությունը։ Հիմա ի թիվս այս բոլոր հնարավոր նշածս կամ չնշած արդյունքների խաղաղությունը հնարավորություն է տալիս եւ Հայաստանի իդեպ ես կարծում եմ եւ Ադրբեջանի համար էականորեն ավելացնել իրենց ինքնիշխանությունը։ Սա մեծ հաշվով կրկին դասագրքային բան է, որ որևէ կոնֆլիկտ, որևէ հակամարտություն պարարթող է ստեղծում երրորդ երկրների կամ աշխարհական կենտրոնների կողմից իրենց շահերը հետապնդել այդ հակամարտության մեջ, չգիտեմ, լծակներ ձեռք բերել կամ ուժեղացնել իրենց լծակները հակամարտության կողմերի վրա եւ այլն եւ այլն։ Հիմա խաղաղությունը ի թիվս մնացած բաների հնարավորություն է տալու եւ Հայաստանին եւ Ադրբեջանին ուժեղացնել, ամրապնդել իրենց ինքնիշխանությունը։ Այս հարցը նաեւ մի այլ շերտ ունի, դուք ձեր հարցի մեջ առնվազն ակնարկեցիք։ Աշխարհի վրա չկան եւ թերևս կարող եմ ասել երբեք չեն եղել երևի պետություններ, որոնք բացարձակ անկախ են։ Չկա այդպիսի բան։ Բոլոր երկրները ինչ որ բանով որևէ կախվածություն ունեն որևէ այլ երկրի հետ։ Եվ սա պետք չի բացասական իմաստով ընկալել։ Այս փոխկախվածությունը եւ փոխկապակցվածությունը ընդհանուր միջև ամենատարրական որևէ զանազան ռեսուրսների մատակարարումը միմյանց երկրների հասարակությունների զարգացման մեխանիզմներից մեկն է։ Հիմա անշուշտ մենք ես ասեցի քաղաքական իմաստով եւ ռազմաքաղաքական իմաստով, ռազմավարական ստրատեգիական իմաստով մենք կարողանալու ենք եւ արդեն կարողանում ենք ամրապնդել մեր ինքնիշխանությունը, բայց մյուս կողմից իհարկե այս բազմաթիվ փոխկապակցվածություններն ու փոխկախվածությունները մեկը կարող է անվանել թեև ես խիստ վերապահումով կմոտենա այդպիսի գնահատական, մեկը կարող է անվանել ճիշտ հակառակ ինքնիշխանության պակաս, ես կարծում եմ, որ բոլորովին ոչ, որովհետև մենք երբ որ խոսում ենք անկախություն եւ ինքնիշխանությունից, մենք նույնիսկ այլ հարթություն այնուամենայնիվ նկատի ունենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։